Բրենդը ճշմարտություն է, թե լավ ձևավորված պատմություն։ Red Bull-ի պատմությունը։ Ճանապարհորդությունները փոխում են քո մտածելակերպը, թե հիմնականում ճանապարհորդությունները քո համար հանգստի տարբերակ են։ Տոմսերի հետ կապված սխալ պլանավորում էի արել, երկու գիշեր այնպես ստացվեց եւ գնալուց եւ հետ գալուց որ անցկացրեցի Վիեննայի օդանավակայանում։ Կա քեզ համար քաղաք կամ երկիր, որը այսպես ասած լավ մարքեթինգային արված տեղանք է։ Դանիացիները հենց մի փոքր արև է լինում դրսում, դուրս են գալիս բոլորով այգիներում, իրենց կանալների շուրջը նստում են, վայելում են այդ արևի շողերը։ Մենակով էլ ճանապարհորդություններ արել ես, սոլո ճանապարհորդություններ ունեցել ես։ Երեխաների հետ փորձում եմ չճամփորդել։ Ինչու ես կարծում կգա մի ժամանակ, որ ամեն ինչ կգնա դեպի AI եւ մարդկային ռեսուրսը կխամրվի։ Դեռ շատ երկար մարդը վերահսկելու է արհեստական բանականությանը։ Ճիշտ փաթեթավորված, բայց ոչ անկեղծ ապրանքը կարող է հաջողության հասնել։ Ես միշտ խորհուրդ եմ տալիս զբաղվել նրանով, ինչը որ իրոք սիրում ես, որպեսզի երկար կարողանաս լինել այդ ոլորտում։ Որը կարա դառնա մեր հետաքրքրության այցեքարտը։ Բիզնեսին ոչ թե շատ վյուեր են պետք, այլ շատ վաճառքներ։ Իսկ եթե չլիներ Instagram-ը, քո Instagram-ը, ով կլիներ դու հիմա։ Ոյ, շատ բարդ հարց է։ Ասում են ուժեղ բրենդը սկսվում է ներսից, բայց ոչ բոլորը գիտեն դրա կառուցման ճանապարհը։ Ողջույն սիրելիներս, ես Լիանան եմ եւ բարի գալուստ հայկական առաջին ճամփորդական ոդկաստ։ Եթե ձեզ հետաքրքիր է թե ճանապարհորդությունները ինչպես են ազդում մեր մտածելակերպի վրա, ինչպես ստեղծել անձնական բրենդ եւ որոնք են այն մարքեթինգի գաղտնիքները, որոնց մասին շատերը չեն խոսում, ապա բաժանորդագրվեք ալիքին, իսկ մենք սկսում ենք։ Ողջույն Մարիաննա։ Ողջույն։ Մարիաննա Քաբաբյան, Ինկուբ մարքեթինգի հիմնադիր։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, որ այսօր դու ես մեր հյուրը եւ շատերին հետաքրքրող հարց։ Բրենդը ճշմարտություն է, թե լավ ձևավորված պատմություն։ Բրենդը ճշմարտությունն է, որը պետք է լավ Փաթեթավորել եւ փաթեթավորել եւ մատուցել, այո, ընդգծելով առավելությունները իհարկե։ Իսկ առանձնացնես մի բրենդ, որը ուղղակի լավ փաթեթավորված դարձել է համաշխարհային բում։ Ինձ թվում է բոլորն են այդպիսին, բայց ես միշտ օրինակ որպես բերում եմ Red Bull-ի պատմությունը, որը ուղղակի գազավորված ըմպելիք է եղել, ինչպես որ օրինակ Coca-Cola-ն, բայց հետագայում հասկանալով, որ ոչ մի կերպ վաճառքները չեն ավելանում, նրանք պակասացրել են ըմպելիքի ծավալը, ռեբրենդինգ են արել եւ իրեն որպես էներգետիկ ըմպելիք են դիրքավորել շուկայում եւ պայթեցրել են իրենց միայն այս երկու մարքեթինգային հնարքներով։ Հետաքրքիր է, այս Red Bull-ի սիրահար չէ՞, այսինքն ինքը էներգիա չի հաղորդում բացի։ Red Bull-ի սիրահարն է՝ մի խմեք, մի դարձեք մարքեթինգի զոհ, հա։ Կարող եք, եթե սիրում եք այդ Կամ ըմպելիքի ներշնչանքը, չէ՞, պլացեբոյի էֆեկտ ունի ամեն ինչը։ Ընդհանրապես, այո։ Շատ լավ արված մարքեթինգային ռազմավարության արդյունք է։ Իսկ հետաքրքիր է, քո ճանապարհորդությունները փոխում են քո մտածելակերպը, թե հիմնականում ճանապարհորդությունները քո համար հանգստի տարբերակ են։ Չէ, ես հանգստանալու համար երբեք չեմ ճանապարհորդում։ Ինձ համար հենց նոր mindset ձևավորելու, կրթվելու, զարգանալու, ավելի լավը դառնալու հնարավորություն է ճամփորդությունը եւ пассив հանգստի սիրահար չեմ այս առիթով, ավելի շատ սիրում եմ գնալ բացահայտել եւ երևի ամենակարևորը ճամփորդությունների մեջ այդ մարդիկ են ու իրենց մշակույթը եւ ոչ թե միայն օրինակ ինչ որ հարմարավետություն, այնպիսի տարածք, որտեղ կարելի է լիցքաթափվել։ Չէ, ես ավելի արկածներ սիրող մարդ եմ։ Իսկ կարող ես կիսվել քո արկածներից կամ travel պատմությունը ասես, որովհետեւ եթե դու արկածախնդիր ես, ուրեմն հաստատ կունենաս։ Travel պատմությունները շատ են, երևի ամենահիշարժանը ինչ որ միտեղ կորելն է։ Միանշանակ ցանկացած իրեն հարգող ճանապարհորդ պետք է նման բան թույլ տվի։ Քանի որ քույրիկս Փարիզում է բնակվում, ես այնտեղ 4 անգամ եղել եմ այս տարիների ընթացքում ու երևի թե երրորդ անգամ արդեն այնքան վստահ էի, որ ես արդեն գիտեմ քաղաքը, կարող եմ հանգիստ շրջել միայնակ եւ չեմ կորի հաստատ, բայց
ինչպես գիտեք, հայտնի Փարիզյան մետրոն։ Ինձ չարկատակ մատուցեց, ես սխալ կողմից նստեցի, գնացի հակառակ ուղղությամբ, հետո Եվ Փարիզից դուրս եկար։ Չեմ դուրս եկել, շուտ հասկացել եմ, որ սխալ ուղղությամբ եմ գնում, նորից դուրս եմ եկել, մի կերպ գտել եմ ճանապարհը, հարց ու փորձ անելով մարդկանց ինչպես մյուս կողմ անցնեմ, որովհետև այդքան հեշտ չէր, ու մի կերպ եկել հասել եմ քույրիկիս տուն ու պարզվել է, որ մուտք մտնելու համար մի հատ էլ հատուկ բանալի է պետք, որը մի հատ էլ մուտք ունի ու ստիպված սպասել եմ այնքան, մինչև հարևաններից մեկը եկել է աղբը գցելու եւ քեզ ներս է թողել։ Բացատրել եմ, հա, որ ես այստեղ բնակվում եմ, քույրիկը այստեղ է բնակվում ու ինձ ներս են թողել։ Պարզվում էր, որ քույրիկս էլ դուրս է եկել ինձ փնտրելու, որովհետեւ այդ ժամանակ հեռախոս չկար ինձ մոտ։ Խոսքով բոլոր պայմանները կորելու ապահովել ես դու։ Վախեցրել եմ լավ քույրիկից, հա։ Իսկ կա քեզ համար քաղաք կամ երկիր, որը այսպես ասած լավ մարքեթինգային արված տեղանք է։ Առհասարակ եվրոպական երկրները եւ այն հիմնական քաղաքները, որոնք շատ այցելում են հատկապես Հայաստանի տուրիստները, լավ մարքեթինգ են արվում։ Ես համարում եմ դա մեծ առավելություն եւ շատ կուզեմ սա Հայաստանում եւս կիրառվի եւ ոչ միայն Երևանի ու այն տուրիստական կետերի, որ հայտնի են Հայաստանում, հա, տեսարժան վայրերի, այլ նաև մեր գյուղերն են ինձ համար տեսարժան, որ կարելի է հետաքրքիր ներկայացնել, լավ մարքեթինգ անել, մատուցել ու հաստատ եվրոպական այդ շքեղությունից հոգնած մարդիկ կարող են գալ ու վայելել այստեղ, այո, իրենց հետաքրքիր հանգիստ գյուղական կյանքը։ Իսկ քո կարծիքով Հայաստանը արտաքին շուկայի համար ինչ հետաքրքիր այդ մարքեթինգային կետ կարա պլան ներկայացնի, որ բոլորին գրավի։ Օրինակ, որը կարա դառնա մեր հետաքրքրության այցեքարտը։ Ինձ թվում է հենց հիմա էլ շատ մարքեթինգի միջոցով առաջ ընթաց է ապրում այն միտքը, որ դանդաղ կյանքը, slow life ասվածը շատ թրենդային ու նորաձև է, ու այս առումով Հայաստանը կարող է դառնալ ուղղակի դրախտ այն տուրիստի համար, ով որ ցանկանում է գյուղական կյանք, հանգստություն, մաքուր օդ, համով ուտելիք, բնություն եւ այս ամենը մենք ունենք, ուղղակի պետք է ճիշտ մատուցել, ներկայացնել եւ ինձ թվում է դա քիչ-քիչ արվում է։ Նախ մենք իմ կարծիքով խնդիր ունենք տեղական սպառման եւ հետո մեր սահմաններից դուրս գալու։ Ինձ թվում է մենք պետք է բացահայտենք ամբողջ աշխարհը, բայց առաջին տեղում մեզ համար միշտ պետք է լինի մեր հայրենիքը։ Ճիշտ ես, ասացիր slow mode, դանդաղ կյանք ու ինչ ոդկասթին գալը երկրների ցանկ էր ուղարկել եւ դրանց մեջ կար Շվեդիան, որ այցելել է Շվեդիա, իմ համար Շվեդիան ասոցիացում այդ տենց դանդաղության եւ միշտ նաեւ ինչ որ չափով սառնության կամ եղանակի հետ է կապված կամ մարդկանց հետ։ Դու համամիտ ես այդ կարծիքի հետ եւ ինչ ես դու բացահայտել Շվեդիայում։ Ինձ այնտեղ են հարցրել, իրականում Շվեդիայում եղել եմ 1 օր Կոպենհագենից Մալմյո ճամփորդելով գնացքով ու իրենք երկրները շատ նման են իրար եւ միևնույն ժամանակ շատ տարբեր։ Ինձ համար սկանդինավյան երկրները բոլորովին սառը չեն, մարդիկ շատ ջերմ են, բոլորը պատրաստական են օգնել, եթե ինչ որ հարցով դիմում ես, նույնիսկ տուրիստ լինելով, իսկ հանգիստ կարող ես կորել։ Հանգիստ կարող ես կորել եւ քեզ կօգնեն գտնել ճանապարհը։ Մարդիկ շատ բարեհամբույր իրար ժպտում են ցանկացած պահի, երբ աչքերով հանդիպում են իրար ու այս ընդհանուր բարության մթնոլորտը անկեղծ ինձ շատ է գրավել։ Ես չհամաձայն չեմ, որ սառն են, ոչ, բայց միևնույն ժամանակ այդ գիտակից, դանդաղ եւ կյանքը վայելելու ամեն րոպեն ճիշտ զգալու ու ապրելու միտումը իրենց մոտ շատ է ու ես անկեղծ սիրահարվել եմ այս մշակույթին։ Նույն սկանդինավյան երկրների շարքում է նաեւ Դանիան եւ Դանիան համարվում է աշխարհի ամենաերջանիկ երկրներից մեկը։ Այո։ Դու զգացել ես այդ երջանկությունը այնտեղ, թե դա ուղղակի վիճակագրություն է։ Ես կարծում եմ երջանկությունը այն չէ, որ մարդիկ փողոցում պարեն։ Ինչքան տարբերակ է պատկերացնում, դանիական երջանկության մշակույթը շատ խորն է եւ շատ մոտ է մեզ հայերիս ու ես հասկացել եմ, որ շատ դեպքերում մենք գուցե փորձում ենք խուսափել այն ամենից, ինչը որ մեզ տրված է։ Օրինակ դանիացիները հենց մի փոքր արև է
լինում դրսում, դուրս են գալիս բոլորով այգիներում, իրենց կանալների շուրջը նստում են, վայելում են այդ արևի շողերը, իսկ մենք հայերս այսքան շատ արևային օրեր ունենալով գուցե շատ հաճախ չենք էլ գնահատում այնինչ ունենք։ Երկրորդը ընտանիքի հարազատների հետ ջերմ շփումն է, որ իրենց մշակույթի կարևորագույն մասն է, իրենք շատ են սիրում իրար հետ ժամանակ անցկացնել, ու այս էլ մեր մոտ ինչքան գնալով պակասում է, որ առաջ թեկուզ մեր մանկության տարիներին ինչքան շատ էր այդ ջերմ ընտանեկան շփումները, հավաքույթները, ու սենց մանրուքներ կան, որոնք թվում են թե այդքան էլ կարևոր չեն, բայց ինձ թվում է հենց դրանք են դարձել Դանիայի համար այս երջանկության գրավականը, ու ես կուզեի, որ այս ամենը մեր երկրում եւս լիներ։ Շատ լավ, դու ակտիվ հանգստի սիրահար ես, բայց ակտիվ հանգստի համար նաև պետք է ընկերներով ճանապարհորդել կամ մեծ քանակով չէ մարդկանցով, թե մենակով էլ ճանապարհորդություններ արել ես, սոլո ճանապարհորդություններ ունեցել ես։ Այ հենց Դանիայի ճամփորդությունը, որի ընթացքում ես մեկնեցի նաև Շվեդիա, սոլո էր ու ամեն ինչ ինքս էի պլանավորել, տոմսերից, հյուրանոցներից, ամեն ինչը, ու իրականում ինձ շատ հաճելի էր այս ամենի միջով անցնել, բայց հետ գալով հասկացա, որ շատ հոգնեցի ճամփորդությունների ընթացքում, որովհետև ինչ որ տոմսերի հետ կապված սխալ պլանավորում էի արել, երկու գիշեր այնպես ստացվեց եւ գնալուց եւ հետ գալուց որ անցկացրեցի Վիեննայի օդանավակայանում, ու այլի հասկացա, որ ամեն դեպքում պրոֆեսիոնալների էր պետք դիմել։ Իմ սեփական փորձով կարող եմ սա ասել։ Դե իհարկե հետաքրքիր է, դու քեզ ավելի ստեղծարար ես զգում, երբ որ դու ես պլանավորում, բայց հա, երբ որ պրոֆեսիոնալների հետ ես անում, դու ուղղակի վայելում ես, հանգստանում ես եւ վայելում ես ամբողջ ճանապարհորդության ընթացքը։ Շատ լավ, ինձ թվում է շատերիս հետաքրքիր է, ինձ նույնպես, որն են հիմիկվա հետաքրքիր մարքեթինգային, այսպես ասած, լայվ խակերը, որոնք շատ երևի կարող է քչերը գիտեն եւ հետաքրքիր է որպես անձնական բրենդում օգտագործելու համար։ Հենց ինքը անձնական բրենդը կարծում եմ ամենակարևոր մեղն է այսօրվա մարքեթինգի, որ շատ կիրառվում է եւ իրոք արդյունավետ է աշխատում, որովհետեւ մենք գտնվում ենք post-դեֆիցիտի շրջանում, երբ ամեն ինչ կա, այսինքն մի ապրանքից կա հարյուրավոր տեսակներ, բրենդեր, ու մարդը իր բնությանը բնորոշ ուզում է այնպիսի բրենդերից ընտրի, ում հիմնադիրն է իրեն դուր գալիս, ում հետ կապված ինչ-որ էմոցիոնալ կապ է ձևավորվում։ Սա պատահական չէ, սա մեր հոգեբանության մասն է եւ կարծում եմ հիմա մարքետոլոգները ավելի շատ խորանում են մարդկային հոգեբանության մեջ, ավելի շատ պոպուլյար է նեյրոմարքեթինգի ուղղությունը, ու այնպես ենք ամեն ինչ փորձում պլանավորել, որ մարդը էմոցիոնալ կապ ձևավորի այս կամ այն բրենդի հետ։ Խոսեցիր էմոցիոնալ կապի, բայց հիմա շատ կան AI-ի հենց այսպես ասած մոդելներ, բլոգերներ, նույն մարքեթինգային արշավներ AI-ի կողմից։ Ինչ ես կարծում, կգա մի ժամանակ, որ ամեն ինչ կգնա դեպի AI եւ մարդկային ռեսուրսը կխամրվի։ Հիմա արդեն գնացել է դեպի AI, բայց ես ուզում եմ կան, սերիալներ կան, ամեն ինչ կա, եւ ես համարում եմ, որ ամեն դեպքում սա ոչ թե AI-ն է AI-ի մաքուր ձևով, այլ AI-ն է, որը ստեղծում կառավարվում է մարդու կողմից, ու այս առումով ինձ թվում է դեռ շատ երկար մարդը վերահսկելու է արհեստական բանականությանը, եւ քանի դեռ վերահսկում է, ինքը 100%-անոց արհեստական բանականության ծնունդ չի, այլ ամեն դեպքում մարդու կողմից ստեղծված, գեներացված եւ մարդու կողմից կառավարվող պրոդուկտ, որը էլի ստեղծարարություն է պահանջում, ինչպես ասում են, AI-ը կարող է հիմնվել փորձի վրա մարդկության, բայց չի կարող նորը ստեղծել, նորը միշտ ստեղծելու է մարդը, ես փորձում եմ լավատեսորեն պատասխանել, որովհետև շատ տեսահոլովակների մեջ նույնիսկ նկատում որ էմոցիոնալ ինտելեկտի տարրեր են կիրառում, այսինքն լրիվ շատ մոտ է իրականությանը, ու հենց նույն այդ էմպաթիան, որը կարա մարդը մարդուն տալ, ոչ թե ռոբոտը, այլ ինքը միջոցով դու դա զգում ես, հա, նույն ապրմակցումը փորձում են ավելի շատ մարդկային տարեր ներմուծել, բայց ինձ թվում է դեռ վաղ է դրա համար, ավելի շատ մարդկային գործոնը դեռ
հաղթում է AI-ին ու ինձ թվում է այս ընթացքում ուղղակի պետք է որքան հնարավոր է ավելի լավ տիրապետել գործիքներին, ավելի լավ փորձեր տարբերակել ճշմարտությունը արհեստականից, որպեսզի մենք ինքներս ծանր իրավիճակում չհայտնվենք այս տոտալ ստի եւ deepfake-ի դարաշրջանում։ Շատ լավ, իսկ դու կարող ես ասել 3-4 հետաքրքիր մարքեթինգային նորություններ, որ մարդիկ կարող են իրենց բիզնեսի մեջ կիրառեն։ Ինձ թվում է AI-ը։ AI-ը, առաջինը է։ Այո, որպես այդպեսին վերցնենք, AI գործիքը կազմին տիրապետելը համար 1 այսօր մարտահրավերն ու հնարավորությունն է իր մեջ պարունակում։ Երկրորդը երևի թե անձնական բրենդը, ինչպես նշեցի, որ որքան հնարավոր է բիզնեսի հիմնադիրը ներգրավված լինի իր բիզնեսի առաջընթացում, եւ երրորդը հիպեր մեծ պրոդուկտների կիրառումը, թե AI-ի տեսքով, թե իրական կյանքում, եթե նկատում եք Ազիայում շատ խանութներ կան, որտեղ հսկայական մարդու գլուխ է դրված եւ այլն, այսինքն ինքնին վաճառքի կետերը դառնում են art space-եր, որտեղ այդ հիպեր մեծ չափսերի տարերն են օգտագործվում, սրանով իսկ հետաքրքիր էլի էմոցիաներ հաղորդելով մարդկանց։ Միգուցե դա արվում է, որպեսզի մարդիկ նկարեն, տեղադրեն սոցիալական կայքերում, տպավորություն գործելու, էմոցիաներ տալու եւ յուրահատուկ լինելու համար է այս ամենը։ Իսկ ինչպես ստեղծել անձնական բրենդ զրոյից։ Օրինակ մարդիկ կան, որ հիմա նայում են ու իրենք նոր պետք է ստեղծեն իրենց բրենդը ու սկսեն անձնական բրենդի կառուցումից, հա։ Ինչ խորհուրդ կտաս։ Ինձ շատ են դիմում այս հարցով, ես իմ տարիների փորձում եմ փոխանցել մարդկանց, ովքեր որ նոր են գալիս այս ոլորտ ու փորձում են սոցցանցերը օգտագործել իրենց բիզնեսի առաջ խաղացման համար անձնական բրենդի պրիզմայով ու կարող եմ ասել, որ իմ ամենաառաջին ու գլխավոր խորհուրդը ուղղակի սկսելն է այնտեղից, որտեղ որ դու հիմա ես եւ լինել անկեղծ եւ զբաղվել նրանով, ինչ որ իրոք սիրում ես, որովհետեւ կարող ես 1-2 ամիս կոնտենտ գեներացնել, ակտիվ լինել, նույնիսկ մեծ վյուեր ունենալ ցանկացած ոլորտում, բայց երկարատև առաջընթացի համար ես միշտ խորհուրդ եմ տալիս զբաղվել նրանով, ինչը որ իրոք սիրում ես, որպեսզի երկար կարողանաս լինել այդ ոլորտում։ Բայց շատ հաճախ մարդիկ ուզենալով ներկայացնել իրանց զբաղվում են այն գործով, որը որ իր համար չի, հա, այսինքն ինչ որ դիմակով կամ fake ինչ որ բանով են անում, բայց անձնական բրենդ են կառուցում, այսինքն ինչ ես կարծում, ճիշտ փաթեթավորված, բայց ոչ անկեղծ ապրանքը կարող է հաջողության հասնել, բայց որ շատ ճիշտ փաթեթավորում արվի։ Ես վստահ եմ, որ ոչ։ Տարիների փորձը եւս ինձ ցույց է տալիս, որ հնարավոր չէ այդպես անել։ Ես կարող եմ ասել, իհարկե անձնական բրենդը այնպիսի բան է, որ մարդը պետք է նաեւ ներսից ունենա այդ տաղանդը, շնորհքը, ցանկությունը հանրային լինելու, երևալու, թեկուզ որոշակի soft skill-եր, որը անհրաժեշտ են, ու մարդ կա, որ դիմում է ինձ խորհրդատվության համար, եւ ես խորհուրդ եմ տալիս չզբաղվել։ Այո, որովհետեւ երբ որ մարդը չունի ցանկություն այլ մարդկանց դուր գալու, եթե շատ խորքային չէ, դե չես կարա ձեռքբերես, նույն էմպաթիկ, հա, զգացմունքներ տալը կամ չէ, դա սովորել կամ կա կամ չկա։ 1-2 ամիս, բայց ոչ ավել, որովհետև ամեն դեպքում չէ, չկեղծել, այլ զրոյից սովորել։ Soft skill-երը չես կարող սովորել, ոչ։ Շատերը հիմա հիասթափվեցին քո ասածներից հետո։ Դե ամեն դեպքում հիմա այնպիսի տենդենս է, որ մարդկանց ասում են բոլորը պարտադիր պետք է զբաղվեն այս ամենով եւ մարքեթինգով եւ անձնական բրենդի կառուցմամբ, բայց տեսահոլովակներ նկարեն եւ այո, եւ ոդկասթներ նկարեն։ Այո, բայց այդպես չէ եւ ամեն դեպքում տարիների ընթացքում ցանկացած ոլորտի մասնագետների շրջանում այս ամենը մաղվում է, ինձ թվում է։ Իսկ եթե չլիներ Instagram-ը, քո Instagram-ը, ով կլիներ դու հիմա։ Ոյ, շատ բարդ հարց է։ Ինչքանով է քո կախվածությունը կամ ընդհակառակը քո հաջողությունը Instagram-յան էջից։ Instagram որպես այդպեսին չի առանձնացնի, բայց ես միշտ ասում եմ, որ ինտերնետն է ստեղծել ինձ, որովհետև 2011-ից եմ զբաղվում։ Ես հիշում եմ Mushroom, մի փոքր պատմիր, որովհետև շատերին հետաքրքիր կլինի, ոնց եղավ ռեբրենդինգը, ոնց բլոգերական չէ, ասպարեզից տեղափոխվեցիր ավելի շատ մարքեթինգ։
Ես 2011-ից վարում էի բլոգը mushroom.am կայքը ունենալով, այսինքն միայն սոցցանցերը չէին ու նույնիսկ այն ժամանակ սոցցանցերը այսքան ակտիվ չէին ու առաջիններից էի ով բլոգինգով էր զբաղվում, բայց տարիների ընթացքում հասկացա, որ նորաձևության ոլորտը արդեն նեղ է ինձ համար, ես ավելի շատ սկսեցի lifestyle blog վարել, մինչև 2022 թվականը, եթե չեմ սխալվում, կամ 21-ի վերջ, երբ հստակ որոշեցի, որ փոխում եմ ուղղությունը, Mushroom-ի էջը փակեցի իր 20,000 հետևորդներով Instagram-ում ու սկսեցի 0-ից, որոշեցի, որ պետք է իմ անուն ազգանունով արդեն ներկայանամ, դիրքավորվեմ որպես մարքեթինգային ընկերության հիմնադիր, տնօրեն, որովհետև ավելի շատ հիմա այս գործունեությամբ եմ զբաղվում եւ հիմա իմ անձը այսպիսին է ու անverջ բլոգինգով զբաղվելը ինձ արդեն այդքան հաճույք չէր պատճառում, ոնց որ սկզբնական շրջանում էր ու հիմա էլ շուկան շատ խիտ է, բլոգերները շատ են եւ ես վստահ եմ, որ իրենց ասելիքը ավելի ընդունված է այսօր, քան օրինակ իմն էր, որոշեցի բաց թողնել այդ ոլորտը։ Շատ անկեղծ որոշում ես կայացրել, իմ կարծիքով նաև ներսի տրանսֆորմացիա ես ապրել։ Հաստատ։ Ինձ թվում է Մարիանան այն ժամանակ ու հիմա ինքը ձևափոխվել է, որտեղ տարիների ընթացքում մարդը ինքը փոփոխվում է, իսկ իրականում ով ես դու իրականում եւ իսկ քեզ եւ ոնց են քեզ մարդիկ տեսնում, տարբերություն կա որտեղ ես դու իրական կյանքում կամ սոցիալական էջերում։ Ինձ թվում է արդեն չկա եւ ես սրան եկել եմ այլի այդ տարիների տրանսֆորմացիաների արդյունքում, երբ որ ես ինքս պարտավոր չեմ լինել որևէ կերպար, որին սովոր են մարդիկ տեսնել, որովհետև մի բան է լինել նորաձևության բլոգեր եւ այդպես ընկալվել մարդկանց կողմից, մարդկանց ակնկալիքները շատ այլ էին ինձնից, իմ կերպարից, ինձ իրական կյանքում տեսնելուց, եւ ես շատ բարդությունավորվում էի հաճախ, որովհետև ես ասում եմ, այսքան գրքեր եմ կարդացել, ես գրականագետ եմ մասնագիտությամբ, իսկ իրանք ինձ միայն նորաձևության բլոգեր են որպես ընկալում, եւ ես ուղղակի դուրս եկա այդ գաղափարից եւ մնացի ես իրական, ինչպիսին որ կամ ու այն հետևորդների բանակը եւ կորիզը, որը կար, ինձ հետ մնաց այս նոր էջում, Մարիաննա Քաբաբյան, որ 100%-ով ես եմ եւ այլևս խաղալու ինչ որ մի ձև, այո, լինելու ընդհանրապես անհրաժեշտություն չկա։ Իսկ հնարավոր է, որ դու գաս մի կետի, որ որոշես այս քո գործունեությունը փոխել, թե հիմնովին որոշես, որ միջև նույն կյանքի process է, ես երբեք փոփոխություններից ոչ վախենում, այո, եւ երբեք միասա ընդմիշտ։ Հասկացա։ Չեմ կարող ասել ինչպես ձախողումներից վախենում ես, որովհետեւ շատ հաճախ մարդիկ, երբ որ ձախողումների են հանդիպում, ասում են, «Всё, այս վերջինը անում եմ եւ վերջ», բայց նույն Էդիսոնի պատմությունը, երբ որ ինքը կենցաղային լամպը հնարեց 2000 փորձից հետո եւ երբ որ նրան հարցնում էին, իսկ դու չես վախեցել քո ձախողումներից, ասել դա ձախողումներ չէր, ուղղակի ես հասկացա 1999 անգամ ինչպես պետք չէ հայտնաբերել կենցաղային լամպը։ Այսինքն նա փորձարկում էր ինչ պետք չէ անել, ձախողում չէր համարում։ Դու ոնց ես ձախողումներին վերաբերվում։ Ես համարում եմ, որ կյանքը այնպես չի, որ դու ինչ որ առանց սևագիր ունենալու հնարավորության պետք է ամեն ինչ առաջին անգամից շատ լավ ու ճիշտ անես եւ առհասարակ ճիշտ ու սխալ չկա եւ մենք ապրում ենք առաջին անգամ ու պետք է փորձենք այնքան որքան որ անհրաժեշտ է միջև որ ստացվի եւ գիտեք նույնիսկ նորմալ է երբ ընթացքում քո ցանկություններն ու նպատակներն էլ են փոխվում ամեն ինչ մարդու համար է Շատ լավ Մար, եղել ես Հունաստանում։ Հունաստանը իմ համար շատ բազմաբովանդակ է, քանի որ ինքը իմ համար տարբեր կղզիների, մշակույթների, այսպես ասած, համաձուլում է։ Նույն օրինակ Միկոնոսը ավելի շատ երեկոների, չէ, փարթիների, աշխույժ կյանքի Միկոնոսում չես եղել։ Չեմ եղել կղզիներում, եղել եմ Աթենքում 2 օր։ Ինքը Աթենքը արդեն ավելի պատմամշակութային պատմություն ունեցող քաղաք է։ Ես նմանացրել եմ Թբիլիսիին, չգիտեմ, որքանով կհամաձայնես, ինձ համար ավելի շատ ինքը Թբիլիսիի վայբով քաղաք է, ուղղակի ծով ունի։ Այս
Չէ, ես մի քիչ ուրիշ աչքերով եմ իրեն տեսել։ ընկալել ու ասեմ իդեպ ես ամեն ճամփորդությունից առաջ YouTube-ում վլոգերով նայում եմ այս կամ այն երկիրը եւ քաղաքը, ինչով է առանձնանում համեղ տեղերը, Instagram-յան տեղերը, որտեղ մարդիկ խորհուրդ են տալիս այցելել ու ոչ մի կոնտենտ Աթենքի մասին ես չէի գտել, բայց գնացի ու հասկացա ինչու։ Ես Աթենքի համար հատուկ առանձնացված վլոգ ունեմ, անպայման կամ իջև էդ ես գնաց, երևի շուտ ես գնացել։ Ամեն դեպքում անպայման կնայեմ, որովհետև ես պատմական մասը տեսնելուց, մի քանի համեղ ռեստորան այցելելուց հետո հասկացա, որ 2 օրը լրիվ բավարար է Աթենքի համար։ Երևի նաև դա նրանից է, որ այլ եմ ասում, пассив հանգիստ չեմ սիրում, իսկ ինքս դանդաղ կյանքով ապրելու քաղաք է։ Իմ պատկերացմամբ, ինչքանով որ հնարավորություն եմ ունեցել այդ տպավորությունը զգալու։ Հասկացա։ Ճիշտ եմ, չէ՞, հիշում դու 2 տղաներ ունեիր, երկուսն է։ Իսկ երեխաների հետ ճամփորդություններ սիրում ես, պլանավորում ես եւ հիմնական որ ուղղություններն ես ընտրում։ Անկեղծ պատասխանեմ։ Անկեղծ։ Երեխաների հետ փորձում եմ չճամփորդել, ինչքան էլ որ տարօրինակ կամ վատ հնչի, հատկապես փոքր տղայիս հետ ինքը շատ ակտիվ է ու վերջին հեռու ճամփորդությունը, չեմ ասում Վրաստան, որտեվ ամառը եւս եղել ենք, հեռու ճամփորդությունը եղել էր Դուբայ ու այնքան ծանր հանգիստ է եղել այդ Դուբայ ճամփորդությունը երեխաների հետ, որ ես հետ եմ եկել որոշել եմ, որ այլևս երեխաների հետ ինքնաթիռ չեմ նստելու, մինչև մի քիչ չմեծանան։ Շատ դժվար է երեխաների հետ, հատկապես երբ միայնակ ես, անկեղծ, եւ հատկապես փոքր տարիքի տղա երեխաների հետ շատ բարդ է դա տրվում։ Ես իհարկե շատ ուզում եմ, որ իմ երեխաները բացահայտեն նոր երկրներ, իրենց աշխարհայացքը ընդլայնվի։ Մտածելակերպը շատ է փոխում երեխաներին, երբ որ միևնույն ժամանակ անկեղծ ես ոչինչ չեմ հասկանում այդ ճամփորդությունից, ավելի ստրեսային է ինձ համար անցնում, որովհետև պատասխանատվությունը շատ մեծ է, դու պետք է նայես, որ երեխան չկորի, ինքն իրեն չվնասի, եւ գիտեք, երեխան էլ բան չի հասկանում ու շատ հոգնում է, եւ դրա համար ես գերադասում եմ դեռ իրենց հետ ճամփորդել միայն մոտիկ տեղեր Հայաստանով, Վրաստան, որ կարելի է մեքենայով գնալ, ավելի հանգիստ, ապահով ու թող դեռ շատ բան չտեսնեն, բայց այդքան ստրեսային ճամփորդելու ես պատրաստ չեմ։ Շատ լավ, որովհետև ես հիշում եմ իմ ամենաառաջի ճանապարհորդությունից հետո իմ աշխարհայացքը այնքան էր փոխվել, որ ես երևի հետ եմ վերադարձել, այլ մարդ դարձած, ու ես ընդամենը 18 տարեկան եմ։ Ես շատ ուրախ կլինեի, եթե իմ ծնողները իհարկե հնարավորություն ունենային եւ ինձ հետ ճանապարհորդեին օրինակ 9 տարեկանում, 10 տարեկանում, իսկ Միլան աղջիկս երևի թե 1 տարեկանից իմ հետ ճանապարհորդել։ Իրականում համար, ճիշտ ես ասում, շատ բարդ է։ Շատ դժվար է երեխայի հետ։ Հա, բայց ինքը շատ ազդում է երեխայի թե դաստիարակության, թե մտածելակերպի հետ սովորությունների վրա, նաև հաղորդակցության։ Ավելի շատ շուտ են մտնում նոր մտերմությունների կապերի, նոր ընկերներ ձեռք բերելու հաղորդակցությունը ավելի իհարկե երեխաների մոտ ավելի լավ է ստացվում։ Մյուս անգամ փորձիր բացատրել նրանց ամեն ինչ ու հետո ինձ թվում է այդ ծանր ճանապարհորդությունից հետո անցել է 3-4 տարի։ Ես կարծում եմ, որ այս տարի եւս մեկ անգամ կփորձեմ ամեն դեպքում այս տարիների ընթացքում փորձել եմ իրենց հետ հեռու չգնալ, ինքնաթիռ չնստել, բայց գուցե արդեն մեծացել են, որովհետև քիչ չէ այդ տարիքում 4 տարին, այսինքն հիմա իմ փոքր տղան արդեն շուտով 8 տարեկան կդառնա, այն ժամանակ 3-4 տարեկան։ Հա, հիմա ճիշտ ժամանակն է։ Իսկ արդեն ունես պլանավորած ճանապարհորդություն։ Չունեմ, իմ ու մեծ տղայիս ծնունդները դեկտեմբերին են ու միշտ տարվա ընթացքում մտածում եմ, որ կարելի է գնալ, որ 1 օր տարբերությամբ ենք մենք ծնվել, որ նշենք մեր ծնունդները արտերկրում։ Այս տարի առանց նրանց էի մեկնել։ Իսկ Մար, որ երկրում ես նախընտրում դիմավորել քո ծննդյան տոնը։ Քանի որ ծմերն է, շատ ինձ դուր է գալիս, երբ ավելի տաք երկրներ ենք մեկնում, մի անգամ գնացել ենք Եգիպտոս երեխաներիս հետ, մի անգամ Դուբայ եւ այսքանով սահմանափակվել ենք, բայց եթե ստացվի այս տարի եւս կուզեմ, որ որևէ տաք երկրում միասին անցկացնենք մեր ծննդյան տոները։ Իսկ ինչ ես կարծում, ուժեղ
անձնական բրենդը ինչով է տարբերվում սովորականից, այսինքն ինչ կարևոր կետ պետք է մարդու ունենա, խոսացինք էմոցիաների մասին, խոսացինք, որ պետք է տա էներգիա, իսկ որն է տարբերությունը, ինչ պետք է տարբերություն ունենա, որ բրենդը դառնա օրեցօր ավելի հզոր։ Ինձ թվում է ժամանակակից աշխարհում ոչ թե պետք է ինչ-որ մի բան անել մեկ անգամ եւ շատ լավ, այլ անել պարբերականությունը պահելով որոշակի հաճախականությամբ մշտական։ Այսինքն, եթե առաջ մարդիկ մտածում էին մեկ հոլովակ թողարկեն, որը իրենց համաշխարհային հայտնիություն կարող է բերել, հիմա մարդիկ պարտավոր են full time աշխատանքի նման զբաղվել իրենց անձնական բրենդով եւ քիչ-քիչ պարբերաբար մարդկանց պատմել իրենց պատմությունը, ներկայացնել իրենց որոշակի կյանքից մանրամասներ, այսինքն այդ պարբերականությունը պահելը այսօր շատ ավելի կարևոր է դարձել, այսինքն երբ որ դու ստաբիլ ներկայացնում ես քո պատմությունը քո լսարանին, ոչ թե միայն մեկ շատ հաջողակ кейս ես ներկայացնում կամ մեկ անգամ ուղղակի դուրս ես գալիս եթեր եւ ասում ես ես այս մարդն եմ հիմնադրել եմ այսինչ ընկերությունը, այլ քիչ-քիչ բացվելով պահում ես եւ ես միշտ այն մարդկանց, ովքեր ինձ մոտ գալիս են խորհրդատվության, ասում եմ, որ պարտադիր պետք է ունենալ մարքեթինգային ռազմավարություն։ Այսուհետ դու բրենդ ես, ոչ թե անհատ, եւ ինչպես որ բրենդն է ունենում մարքեթինգային ռազմավարություն 1 տարվա, 5 տարվա, 10 տարվա համար, այդպես էլ դու պետք է ունենաս եւ քո հեռահար նպատակներին ծառայող քայլեր ձեռնարկես այսօր, ոչ թե ինչ որ մի օր տրամադրություն ունես, ինչ որ հրապարակում արեցիր, 10 օր չարեցիր, հետո ամեն օր իրար հետևից արեցիր, հետո 3 ամսով կորար, այս ստաբիլությունը այսօր ավելի շատ մեծ արդյունքների է դրական բերում, քան եթե մարդը ուղղակի մեկ անգամ է անում եւ վերջ։ Օրինակ մեծ գումար է ծախսում, մի հատ շատ մեծ բան է անում, որը շատ view-եր կարող է հավաքել, որովհետեւ այնքան շատ է ինֆո աղմուկը, որ իրոք կորում ենք, այսինքն եթե դու ամեն օր այդ աշխատանքը չես կատարում, դու կորում ես այն մարդկանց ստեղծած կոնտենտի արանքում, ովքեր որ ամեն օր զբաղվում են աշխատանքի նման իրենց անձի բրենդի զարգացմամբ։ Իսկ հետաքրքիր է նույն թիմից, առօրյայից բիզնեսը արժե կոնտենտ տեղադրի կամ ցույց տա իր գործունեությունը առօրյա ծրագրով։ Դա մարդկանց հետաքրում է, թե ոչ։ Գիտեք, նայած ինչ բիզնես եւ նայած ինչ թիմ, այսինքն շատ կարեւոր է հստակ իմանալ ով ես դու եւ արդյոք այն ինչ որ քո թիմի ներսում կատարվում է հետաքրքիր է թե ոչ, որտեղ ոլորտներ կան, որտեղ օրինակ չգիտեմ, մեքենաշինության ոլորտում գործարանի աշխատակիցների կյանքը գուցե շատերին այդքան էլ հետաքրքիր չլինի, բայց գուցե ղեկավարի եւ դիզայների համատեղ աշխատանքը հետաքրքիր լինի։ Պետք է ավելի ռազմավարական մտածել եւ հասկանալ, որ յուրաքանչյուր գրառում, յուրաքանչյուր հոլովակ, որ դու տեղադրում ես, պետք է ծառայի քո նպատակներին, չպետք է որպես ինքնանպատակ դիտվի, որ ասես դե ինձ ասել են, որ պետք է այսօրվանից հրապարակումներ անեմ եւ ինչ պատահի հրապարակես։ Վերջերս Մարինց մի հատ հետաքրքիր кейս գրավեց, ինքս այցելեցի գեղեցկության սրահ եւ սաներվածքը կատարելու ժամանակ վարսավիրը միացրել էր հեռախոսում ուղղակի YouTube-յան ալիքի ուղիղ եթերը եւ ակց խոսել առանց ոչ մի բանի ներկայացնում էր իր աշխատանքները ուղղակի ուղիղ եթերում ու այնքան դիտումներ, այնքան հետաքրքիր ակտիվություն կար, որ ինձ իրականում զարմացրեց։ Ինչ կասես այս իրավիճակի кейսի մասին։ Երկու բան կարող եմ ասել, մեկը կապված view-երի շատ լինելու հետ, ես իմ գործընկերների հետ միշտ այս հարցը քննարկում եմ, երբ ինձ ասում են մենք ուզում ենք, որ մեր բիզնեսը ունենա շատ view-եր, եւ ես փորձում եմ որպես մարքետոլոգ բացատրել, որ շատ view-եր չի նշանակում շատ վաճառքներ եւ բիզնեսին ոչ թե շատ view-եր են պետք, այլ շատ վաճառքներ։ Իհարկե շատ դեպքերում դրանք փոխկապակցված են, բայց ոչ միշտ։ Շատ դեպքերում կարող է անորակ լինի։ Ոչ թե անորակ, այլ քո թիրախային լսարանը չի քեզ դիտել, օրինակ դու ունեցել ես միլիոնավոր view-եր արտերկրում բնակվող մարդկանցից, որովհետև ռեկ ես ընկել, բայց տեղում քո խանութ սրահ չի կարող այդ մարդը անձամբ այցելել։ Ու այստեղ ստացվում է, որ մեր նպատակին չծառայում մեր գործունեությունը։ Այլ հարց է, եթե այդ վարսահարդարը ուղղակի ուզում է դառնալ հայտնի կամ ուզում է բլոգինգով զբաղվել եւ որպես пассив եկամուտ ունենալ նաեւ որպես բլոգեր
գովազդի պատվերներ։ Այս դեպքում արդարացված է այս քայլը։ Եվ երկրորդը կապված նման քայլի հետ շատ դեպքերում, գիտեք, մարդը պետք է գտնի իր ֆորմատը։ Դրա համար պետք է շատ փորձի։ Կան հայտնի մարդիկ արդեն սոցցանցերում ակտիվ, ովքեր որ կարող են իրենց թույլ տալ ցանկացած ֆորմատ եւ դա կաշխատի իրենց դեպքում, բայց սկսնակի համար այս ամենը պետք է լինի շատ ռազմավարական, խորը մտածված, մշակված եւ պետք է ծառայի իր նպատակներին։ Մենք շատ ռազմավարական խորը չեն մտածել, ուղղակի միացրել են էկրանը եւ գործել են ու արդյունքը կարող իմանալ, կարող են դա էլ իրեն ես կհարցնեմ։ Հա, հետաքրքիր է։ Եվ նաև հետաքրքիր է արդյոք այդ լայվերի արդյունքում հաճախորդներ են գալիս։ Ահա, ավելացում կա։ Լավ, Մար, ինչ մենք անցնենք բլից հարցերի, քեզ տան վերջի հարցը, ով ես պատկերացնում լինի մեր հաջորդ ոդկասթի հյուրը, ով շատ ճանապարհորդում է եւ հայտնի է։ Չգիտեմ եղել է ձեզ մոտ թե չէ, չնայած փորձում եմ հետևել ձեր ոդկասթներին, բայց ամեն դեպքում իմ ընկերներից Իրինա Թովմասյանը բավականին լավ ճամփորդական բեքգրաունդ ունի ու կարող է կիսվել հետաքրքիր պատմություններով, եթե նա դեռ չի եղել։ Չի եղել նա։ Խորհուրդ եմ տալիս նրան հրավիրել, որովհետև շատ էմոցիոնալ է պատմում ճամփորդությունների մասին ու շատ ու երեխաների հետ է, չէ՞, ու երեխաների հետ է ճանապարհը։ Ի տարբերություն քեզ, սիրում է երեխաների հետ ճանապարհորդել։ Շատ լավ, Մարտին։ Պատրաստ ես բլից հարցերի։ Այո։ Եթե կյանքդ լիներ մեկ քաղաք, որը կլիներ։ Փարիզը։ Լավ հոթել, թե լավ լոքեյշն։ Love location։ Մեկ իր, որ միշտ քեզ հետ է բոլոր ճանապարհորդությունների ընթացքում։ Երևի տոնային քսուկ։ Լավ։ Ծով թե քաղաք։ Քաղաք։ Վերադառնալ արդեն սիրած տեղ, թե միշտ նոր բացահայտումներ։ Երկուսն էլ կարող եմ ընտրել։ Չէ, մեկը։ Դաժանենք։ Նոր բացահայտումներ։ Վերջի րոպեի տոմս, թե ամիսներ առաջ պլանավորած հանգիստ։ Վերջին րոպեի տոմս։ Ու թանկ։ Թանկ, շատ լավ։ Կոնտենտ, թե էներգիա։ Էներգիա։ Պլան A, թե միշտ պլան B ունես։ Միշտ պլան B ունեմ։ Եվ իհարկե որ հայտնի բլոգերի հետ կճանապարհորդես։ Ես շատ կուզեի քեզ հետ ճանապարհորդել, թե անկեղծ ճանապարհորդեցինք։ Գնացինք։ Մարտին, շատ շնորհակալ եմ, որ դու այսօր իմ հյուրն ես եւ կարծում եմ, որ ողջևորեցիր նոր սկսնակ գործարարների, ովքեր ուզում են նաեւ իրենց անձնական բրենդը կառուցեն։ Ես եմ շատ շնորհակալ, եկել եմ ես էլ իմ փոքրիկ նորաստեղծ բիզնեսով, քեզ փոքրիկ նվեր մատուցելու, հուսով եմ կհավանես, այստեղ եւ քաղաքի անուն կա եւ Իսկ քո բրենդը ո՞րն է։ Կատարինե Paris, որը ոգեշնչված է Փարիզով։ Հետաքրքիր է, ասենց հետաքրքիր բնական քարերից ստեղծված զարդեր են։ Մերսի շատ, ինքս հաստատ կգրեմ։ Ուրախ կլինեմ քեզ վրա տեսնել իմ զարդերը։ Շնորհակալ եմ։ Իսկ ես շնորհակալ եմ, որ դուք վայելեցիք մեր ճամփորդական զրույցը։ Եթե ձեզ դուր եկավ այս ֆորմատը, բաժանորդագրվեք ալիքին եւ ասեք, որ միտքը ամենաշատը դիպավ ձեզ։ Իսկ վերջում իհարկե եկել եմ հիշեցնել, որ այն գումարը, որը որ դու ծախսում ես քո ճանապարհորդությունների ընթացքում, հարստացնում է հենց քեզ։ Որ պատրաստ գնանք։ Մերով է։ Իսկ որտե կճանապարհորդեիր իմ հետ։ Ես տեսել եմ Թայլանդ եւ այդ երկրներում, չէ՞։ Ավելի ասիական երկրներ, օրինակ չեմ եղել ու մենակով վերջի բացահայտումներից մեկը Մալայզիան էր, որ մենք Լիլիթի հետ էին գնացել ու սիրահարվել էինք այդ երկրի։ Ինձ տեղա պետք գնալ sense կամպանիայով, չէ՞։ Որովհետեւ կարծում ես, թե պրոստը ուղղակի ասիական, հերթական երկրներից մեկն է, բայց այդ ինչ հետաքրքիր է, համ քաղաքային կյանքը, համ իդեպ այս շորերը հետաքրքիր, ես Մալայզիայից եմ։ Վաու։ Իսկ ձեզ հարգելի դիտողներ։ Ոյ նվերը չտվեցինք։ Ոնց անենք։ Այստեղ կարենք ասեմ շնորհակալ եմ, որ դու հյուրն ես, ասա ես էլ եմ շնորհակալ, փոքր անակնկալ ունեմ, սենց։ Չէ, այդ վեր։